Հզոր գերապխի ժայթքման դեպքում երկրակեղևը չի կարող զսպել այն լիթոսֆերային սալերի շարժման միջոցով։ Փոխարենն սալը հալվում է և փլուզվում։ Սալի հալվելուց հետո մագման հսկայական ճնշման տակ սկսում է հոսել անմիջապես մագմատիկ խցիկից։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ գերապուխների կալդերաները կապված են դրանց տակով անցնող մագմատիկ հսկա գետերով։ Այս հոսքերում մագման գտնվում է հսկայական ճնշման տակ, դրանք անընդհատ շրջանառվում են։ Տաք մագմատիկ գետը լվանում է մայրցամաքային սալերը, այն անընդհատ դեպի վեր միջանցքներ է բացում իր համար։ Երբ սուպերապխի տակ գտնվող հսկայական մագմատիկ խցիկից մագման բարձրանում է և այրում տեկտոնական սալերը, դա մոտալուտ ժայթքման նշան է։ Աղետը կանխելու համար անհրաժեշտ է գազազերծում կատարել, թուլացնելով ճնշումը խցիկում։ Մագմայի խցիկում ճնշումը թուլացնելու համար հարկավոր է անցք փորել և բաց թողնել ավելցուկային մագման։ Բայց եթե մենք դա անենք նույն կալդերայում, ապա կայունացնելու փոխարեն մենք կակտիվացնենք այս գերապուխը, ավելորդ ճնշումը կպատրի նոր հորատանցքը և կառաջացնի ժայթքում։ Նման գազազերծման արդյունքը ճակատագրական կլինի մոլորակի և նրա վրա գտնվող ողջ կենդանի կյանքի համար։ Այդ պատճառով էլ պետք է այլ տեղում հորատել, այդ վայրը կարելի է գտնել արբանյակների և ջերմային դիտարկիչների օգնությամբ, այդ վայրում մենք պետք է շատ լավաբաց թողնենք, արդյունքում պղպջակները, որոնք ստեղծվում են սուպերապուխների տակ, կազատվեն, և ճնշումը դրանցում կնվազի։ Եվ սառած մագման խցանի պես կփակի հրաբխի լավային ուղիները հազարավոր տարիներ շարունակ։